Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնվել է Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման պատճառով։ Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարվածել են թագավորության 2 լցանավի։ Էր-Ռիադը հաստատել է 1 լցանավի խոցումը։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շրջանցելու համար ավելի վաղ շուրջ 1 տասնյակ նավ փոխել է ուղղությունը։ Այս նոր էսկալացման ֆոնին նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ հասել է 1 բարելի դիմաց $100։ Ըստ ծովային երթևեկությանը հետևող հարթակների որոշ նավեր այնուամենայնիվ անցնում են նեղուցով։ Հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին, քանի որ Թեհրանն ըստ ԱՄՆ նախագահի աջակցում է նրանց։ Եթե հութիները թիրախավորեն նավերը, ապա ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Իրանին եւ իհարկե խիստ ռազմական պատիժ կկիրառվի նաեւ հութիների նկատմամբ, հայտարարել է Թրամփը։ Եմենն նույնպես դատապարտել է Կարմիր ծովում նավթատար լցանավի վրա հարձակումը, շեշտելով՝ դա ավելի է սրում տարածաշրջանի առանց այդ էլ անկայուն իրավիճակը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շեշտել է միության ռազմածովային առաքելությունը պատրաստ է պաշտպանելու Կարմիր ծովում եւ շրջակա միջազգային ջրերում նավագնացության ազատությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Զուգահեռ արդեն 12 օր է շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխադարձ հարվածները։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ Իրան-Իրաք սահմանային անցակետում ամերիկյան հարվածի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանն իր հերթին հարվածել է Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտների։ Քուվեյթը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել Իրաքի հետ սահմանային անցակետը, պատճառվել է նյութական վնաս։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա վճռական պատասխան, իսկ այն երկրները, որոնք նպաստում են նման ագրեսիային, կհամարվեն օրինական թիրախ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու եւ տարբեր խմբավորումների ֆինանսավորելու համար։ Պետքարտուղարի խոսքով Թեհրանն ամեն օր խնդրում է համաձայնության հասնել, սակայն խնդիրն այն է, որ նրանք ամեն անգամ խախտում են պայմանավորվածությունները կամ փորձում ինչ-որ բան փոխել։ Տպավորություն է, որ նրանք պատրաստ չեն գործարքի հետևաբար կշարունակեն վճարել դրա համար եւ ամեն գիշեր այդ գինն ավելի ու ավելի բարձր կլինի մինչեւ խելքի գան, հայտարարել է Ռուբիոն։ Անդրադառնալով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է եւ պատրաստ է կառուցողական դերակատարում ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Ռուբիոն շեշտել է, պատերազմի ավարտին հասնելու համար պետք է այնպիսի առաջարկ, որին կհամաձայնեն թե Ռուսաստանը, թե Ուկրաինան։ Նրա խոսքով հարկավոր են նոր գաղափարներ եւ ամերիկյան կողմը պատրաստ է դրանք ներկայացնել համապատասխան միջավայրում։ Ռուբիոն եւ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի տարբեր հարցեր։ Գլխավոր թեման եղել է Ուկրաինան։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը եւ անթույլատրելի է համարել Կիևին սպառազինության հետագա մատակարարումները։ Անդրադառնալով հանդիպմանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետք չէ չափազանց լավատես լինել։ Շփումներ կան եւ դա դրական է, սակայն առայժմ հնարավոր չէ խոսել որևէ նոր դինամիկայի մասին, նշել է նա։ Միևնույն ժամանակ, ըստ Պեսկովի, Ռուսաստանը պատրաստ է բանակցային գործընթացի։ Եվրամիության երկրները 10-օրյա լարված քննարկումներից հետո համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի խոսքով նոր փաթեթն ուղղված է էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, կրիպտոարժույթների եւ առևտրի դեմ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ցանկում ներառվել է ռուսական եւս 32 բանկ, որոնց հետ կարգելվեն գործարքները։ Նաեւ պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նավթի առևտրով զբաղվող հարթակներ, կրիպտոընկերություններ, իսկ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք։ Բացի այդ, ռուսական նավթի գնի վերին շեմը 1 տարով սառեցվել է 1 բարելի դիմաց $44 մակարդակում, որպիսի Մոսկվան օգուտներ չքաղի շուկայի ցնցումներից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն իր հերթին նշել է, որ այս փաթեթը 4 տարվա ընթացքում ամենախոշորն է։ Դրանում ներառվել են նաև Ռուսաստանի եւ Բելարուսի նավթավերամշակման գործարաններ։ Եմեն արդեն աշխատում է հաջորդ քայլերի վրա։ Եվրամիության երկրներին չէր հաջողվում համաձայնության գալ պատժամիջոցների շուրջ Հունաստանի առարկությունների պատճառով։ Հունական ընկերությունները վերահսկում են Եվրոպայում խոշորագույն առևտրային նավատորմը եւ մինչեւ պատերազմը ռուսական գազի եւ նավթի հիմնական փոխադրողն էին։ 26
երկրներն ի վերջո համաձայնել են 1 տարով հետաձգել ռուսական հեղուկացված գազի տեղափոխման սահմանափակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև կնքված միջուկային համաձայնագիրը կախված է Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի ճանաչումից։ Նա շեշտել է, քաղաքացիական միջուկային համաձայնագրով ուրանի հարստացում չի լինի, այն խաղաղ բնույթ է կրում և ԱՄՆ-ն դեմ չէ քաղաքացիական միջուկային օբյեկտներին։ Թրամփը միևնույն ժամանակ շեշտել է, համաձայնագիրը կհաստատվի, եթե Սաուդյան Արաբիան միանա Աբրահամյան համաձայնագրերին, որոնք ենթադրում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում։ Այդ համաձայնագրերին 2020 թվականին միացել են Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Իսրայելը ողջունել է Թրամփի առաջարկը, որ Էր-Ռիադը միանա Աբրահամյան համաձայնագրերին։ Դա պատմական առաջընթաց կլիներ Մերձավոր Արևելքում խաղաղության համար, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Հուլիսի 22-ին ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ, որը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը։ Ֆրանսիայի հարավ-արևմտյան Ժիրոնդի շրջանում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20,000 մարդ է տարհանվել։ Այրվել է 3100 հեկտար տարածք, որոշ ճանապարհներ փակվել են։ Ավելի վաղ Բորդոյի օդանավակայանի մերձակայքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 2 հրշեջ էր զոհվել։ Վերջին օրերին անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում և Իտալիայում։ Սիցիլիայում հրդեհի մարման ժամանակ հրշեջ է զոհվել։ Իտալական կղզում ավելի քան 350 հրդեհ է բռնկվել։ Իսպանիայում անտառային հրդեհներն արդեն այրել են ավելի քան 35,000 հեկտար տարածք։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակ։ Ըստ կանխատեսումների, Ալմերիայի շրջանում ջերմաստիճանը կարող է գերազանցել 44 աստիճան Ցելսիուսը։ Գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի չափազանց բարձր մակարդակը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։